Իսկ եթե չգնամ եկեղեցի ու ապրեմ պատվիրաններով, մեղք է, դու չես կարող պատվիրաններով ապրել եւ եկեղեցի չգնալ ու պատվիրաններով ապրել։ Դա ոնց կա հնարավոր է։ Դա հնարավոր չէ։ Դու ոնց որ ասես կլինի ես հաց չուտեմ, բայց սոված չմնամ։ Կամ հնարավոր է ես ջուր չխմեմ, բայց ծարավ չլինել։ Նույնն էլ դա է, դու եկեղեցի եթե չհաճախես, բնականաբար դու կծառես, դու կպաղես, դու չես հասկանա, դու ավետարանին էլ չես կարող կարդաս։ Ուսումվես ավետարանով։ Իսկ ավետարանով ուսումվում է նա, ով հաճախում է եկեղեցի։ Իսկ եկեղեցի ով չգնա, աստիճանաբար կսառի։ Նրա կենցաղը, ընթացքը, մեղքը, սխալը սխալի վրա կշատանա եւ կսառի նա եւ ավետարանից, եւ Աստծո խոսքից, եւ աղոթելուց։ Կան էս մի բան, որ դրամատիզմ չի ստեղծվել անգամ աղոթելու։ Աստծուն հավատում էլի։ Չի հնարավոր չի եկեղեցի չհաճախել, որտեղ եկեղեցին չեն հաճախում, հաճախում են Աստծուն հանդիպելու համար, չեն գնում նես եկեղեցի ու ցուցադրվեն իրենց ցույց տան ու կան։ Գնում են Աստծուն տան մեջ Աստծո ներկայությունը վայելելու, Աստծուն հանդիպելու են գնում։ Իսկ եթե դու չես ցանկանում գնալ Աստծուն հանդիպելու, Աստված կցանկանա քեզ հանդիպի եւ քո ուզածը տա կամ որ խնդրես կտա, եթե դու կարաս գնաս եկեղեցի ու չես գնում, ալարում ես, ստացես շփարտադիրա հասնեմ եկեղեցի, նա Աստված ինձ տունն է։ Իսկ եթե դու Աստծուն չգնաս, դու Աստծուն ոնց կարաս հանդիպես ու վայելես ճաշակես։ Քո տան մեջ դու Աստծուն ներկայությունը ինչքան էլ զգաս, եկեղեցում Աստծո ներկայությունը հզոր է։ Նա հայտնվում է, նա իր խոսքով մարդուն կյանք է տալիս։ Իսկ այնտեղ Աստծո խոսքը հրճակվում, այնտեղ փառաբանում են Աստծուն, այնտեղ օրհնում են Աստծուն, ժողովուրդը ժողովքը։ Իսկ առանց եկեղեցու այնպես է, ինչպես որ տապանից դուրս ցանկացած գազան, ցանկացած կենդանի, ցանկացած մարդ։ Կենդանի գազան կար, որ տապանի մեջ էին, ինչպես որ Նոյի իր ընտանիքում։ Իսկ կենդանի գազան կային մարդկանց հետ միասին, որ տապանից դուրս էին։ Կարող է եւ Աստծուն էլ հավատում էին։ Տարբերություն այնքանով էր, որ նրանք տապանի մեջ էին, նրանք տապանից դուրս էին։ Հայերը եկավ տապանի միջիները, փրկվեցին տապանից դուրս եղողները կորսվեցին։ Հիմա նույնն է սա։ Դու եթե եկեղեցի չես գնում, ինչ ես հասկանա ինչ բանապարկությունը։ Կսառես։ Քո թերությունները, սխալները, մեղքերը աստիճանաբար կշատանան ու դու կսառես ու ավետարան չես կարդես։ Եկեղեցի գնում աննա, ով Աստծուն շատ է սիրում։ Իսկ եթե դու եկեղեցի չես ուզում գնալ, դու Աստծուն կարող ես սիրես։ Աստծո սիրուց են բխած գնում եկեղեցի, որ կյանք կա այնտեղ Աստծո խոսք, Աստծո ներկայություն կա, վերջը երկնային բարքեր կան, երկնային իշխանությունն է այնտեղ տիրում, որտեղ որ Աստված իր խոսքն է բացահայտում հայտնում։ Այնպես որ պիտի սիրես Աստծուն, հետո եկեղեցի պիտի սիրես, որ հաճախես։ Սիրով են անում ամեն բան։